Ես բուժում եմ ակնե ու բաներ, որ ես հասկացել եմ այս շրջանում, որ այն ժամանակ պրոստը իմ ուղեղը չէր մտել։ Мозгов у меня нет, господа, но зато есть идея. Առաջին, ախպեր ջան, չասեք ձեր բուժման մասին ոչ ոքի։ Չասեք թե ինչ դեղեր եք խմում, չասեք թե ինչ հաճախականությամբ եք խմում, չասեք թե ինչ քսուկներ եք քսում, որովհետև հաստատ հայտնվելու են մարդիկ, ովքեր ձեզ ասելու են. Գիտես մեծ ծանոթը խմելը լավ չի անդրադարձել դիրա վրա մի խմի։ ու հեչ որ ասեն քո մաշկաբանը ավելի լավ է հասկանում, քան իր ծանոթը։ Դրա համար առաջին հերթին զերծ ենք մնում բարեկամներին ձեր բուժման մասին ասելուց։ Երկրորդ բանը ավելի ուշադիր սկսեք լինել ձեր կոսմետիկայի սաստավներին։ Վստահաբար եմ ասում, եթե ոչ առաջնային, ապա երկրորդային դեր խաղում է ակնեի համար հենց կոսմետիկան, այնպես որ եթե բուժում եք կամ բուժել եք, սաստավներին ավելի ուշադիր եղեք։ Հաջորդ իմ խորհուրդը ձեզ մինչև բուժում սկսելը գնացեք մի 3-4 մաշկաբանի մոտ։ Откуда деньги, Рамзан? Ընտրեք լավագույններին ու գնացեք խորհրդատվության։ Մի ափսոսացեք գումար, քանի որ եթե գնաք ու ընկնեք մեկ ինչ-որ մաշկաբանի մոտ ու ինքը ձեզ չտա օգուտ, դուք ավելի շատ գումար եք ծախսելու, այնպես որ գնացեք ու գտեք ձեր սրտին ու հոգուն հարազատ մաշկաբան, քանի որ իր հետ շատ երկար ճանապարհ եք անցնելու։ Հաջորդը, եթե գնում եք մաշկաբանի մոտ ու ինքը ձեզ դիետաներ է նշանակում, օրինակ կատնամթեր, քաղցր, вообще մի նեղվեք դրանից, անկեղծ եմ ասում։ Դա վստահաբար ասում, ընդհանրապես չպետք է սահմանափակի մեզ։ Եթե մենք ունենք մեր կողքին լավ ընկերներ, ուրեմն իրենք մեր հետ կգան այնպիսի տեղեր, որտեղ մենք էլ կարող ենք հանգիստ եւ առողջ սնվել։ Тут был хороший борщ, еще есть какой-то непонятные салаты. Օրինակ, եթե ունեք ընկեր, ով ձեզ զոռով է շրջանում տանում է KFC կամ ինչ որ ուրիշ տեղ, որ դուք ուտեք fast food, ուրեմն դադարեք նրա հետ լինել ընկեր, քանի որ նա չի հասկանում, թե դուք ինչ բարդ փուլով եք անցնում, կամ պարզապես մի դուրս եկեք իր հետ։ Ալկոհոլ, գազավորված ըմպելիքներ ընդհանրապես մի օգտագործեք։ Սա շատ կարևոր է։ Я не бухаю, я выпиваю. Ես արդեն մոտավորապես 9 ամիս չեմ օգտագործում առհասարակ գազավորված, ալկոհոլի հետ էլ առանձնապես սեր չունեմ, դրա համար ինձ մեկա։ Մոռացա ասեմ ամենակարևորը, զերծ մնացեք տարատեսակ վատ վիդեոներ նայելուց, որովհետև երբ որ օրինակ պոյսկում գրում ես ակնե, այնքան վատ բան ա բերում, ինչ որ քսուկների դեղորայքների, որ օրինակ կարող դուք այդ շրջանում պետք է օգտագործեք։ Ես մի շրջան ընկել էի ստրեսի մեջ, զուտ նրա պատճառով, որ ինձ մոտ բերում էր վիդեոներ, որը вообще ինձ պետք չէր այդ պահին նայել։ Այնպես որ ուղղակի երբ որ ձեր մոտ ինչ որ բերում է նմանատիպ վիդեոներ, որը կապված է ձեր տվյալ պահի բուժումի հետ, պրոստը թերթեք, որովհետև ստրեսի մեջ եք հայտնվել։ Շատ դեպքերում մեզ տալիս են ապա տեղեկատվություն ինչ որ դեղորայքի, քսուկի վերաբերյալ ու մենք պրոստը հայտնվում ենք ստրեսի մեջ։ Հենց որ խնայեք ձեզ, մի նայեք, թերթեք։ Հա ու մոռացա ասեմ, ընդհանրապես ոչ մեկի կարծիքին բանի տեղ մի դրեք այս հարցում։ Մենակ ձեր մաշկաբանին լսեք ու առողջ եղեք։ Презентация окончена. Спасибо за внимание.